Հաղթորոշյան բանենք։ Ուրեմն ես գյուլաքարակից եմ, ինձ ստեղա ձեր մոտ է հասրել անարդարությունը, ուրեմն ժամանակին մեր կոլեկտիվին, սովետական իշխանության վերջին տարին կոոպերատիվ շարժման ժամանակ, հողատարածք է հանձնվել մեզ 2 հեկտար, մենք չարչարվել ենք, ամեն ինչ արել ենք, դզել ենք, շենք ենք սարքել եւ այլն, օժանդակ շինություններ ենք սարքել, հետո որ լույս չկար, բան չկար, ես թողեցի իմ ընտանիքի հետ, գնացի մինչև Գերմանիա։ Հետո այնտեղ այնպես զուգադիպեց, որ ես ընկա որտեղ պտուղ բանջարեղենի վերամշակման փոքր արտադրություն կար։ Ես անպայման հիշեցի, որ ես գործ չունեմ Գերմանիա, գամ գյուղում այդ գործը անեմ, որովհետև մասնագիտությունս էլ մի քիչ բռնում է։ Ու եկա, որպեսզի այդ մեր կոոպերատիվին տված հողը նորից որովհետև մենք թղթերը չէինք սարքել այն ժամանակ թուղթ Եվան չկար, բայց օրենքի մեջ այսպիսի կետ կար, որ դու կարող ես 118 հողային օրենսգրքի վերականգնել հիմքերը։ Այդ հիմքերը վերականգնելու համար ես դիմեցի մեր այն ժամանակվա գյուղապետին Խաչիկ Վարդանյանին, գյուղապետի բագաժը հերիք չանելով ինձ տվեց քցոցի պատասխան, ասավ, որ քանի որ գյուլաքարակի արխիվների մեջ չկա այդ կոոպերատիվի մասին ոչ մի բան, ուրեմն եթե չկա, ուրեմն ես չեմ կարող այդպիսի թուղթ տամ եւ այլն անցավ, բայց նա չհասկացավ, որ այդ հողամասը, երբ որ օրենքը ասма պետք է տաս, ուրեմն դու պետք է հիմքերը տաս, այդ հիմքերը չես կարող տա, որովհետև իմ կոոպերատիվը եղել է ինքնուրույն իրավաբանական անձ ու չէր կարող այդ կոոպերատիվը լինել գյուղի կոլխոզի կամ սովխոզի բալանսում կամ բան, այսինքն չտարբերեց ինքը ներքին կոոպերատիվը եւ չտարբերեց իրավաբանական անձ հանդիսացող կոոպերատիվ։ Ու սպասեցի, դա երբ որ փոխվեց, նորից դիմեցի, ասի չի ստացվում, ուրեմն ավելի լավ է ես իմ հողերը, որը սեփականաշնորհված է, գտնվում էին տարբեր կտորների վրա, բերեմ այդ զոհեմ տամ։ Ու ինքը որ փոխվեց, նոր ղեկավարը գյուղապետարանի ընթառաջեց եւ որոշում հանեց, որ անպայման հողի սեփականության վերաբերյալ այդ փոխանակման գործարքը կատարվի եւ ինձ տվեցին որոշում այդ որոշման մեջ գրած է, որ ավականին իրեն համաձայնությունը տալիս է համանքային հողի եւ սեփական հողի փոխանակությունը կատարելու համար, բայց ինքը դիտավորյալ այդ ոչ մի դեպքում ի հայտ չբերեց ու ասավ նորից գրի մի հատ դիմումը գրեցի, որ խնդրում եմ փոխանակության հարցը լուծել, ու այդպես էլ չլուծեց, հազար ու մի մանիպուլատիվ sense բաներով հարցը չլուծվեց, 7 տարի չի լուծվում իր պատճառով։ Ես ստիպված գրեցի Փաշինյանին, Փաշինյանը ուղարկեց մեր մարզպետարանը արդեն տեսավ, որ ուրիշ ճար չկա, որպեսզի իր ոնց որ ասած իր գլուխը փրկի, ասեց, որ ես այդտեղ այդ տարածքի մեջ պետք է բան կառուցեմ, սպորտ դպրոց կառուցեմ։ Ձեր տարածքում։ Հա, այդ սպորտ դպրոց կառուցելու գաղափարը ոչ իր նախընտրական ծրագրի մեջ կար, ոչ իր ծրագրի մեջ կար, ոչ միտեղ չկար այդ ծրագրի մասին եւ այլն, որպեսզի չոր դուրս գա, ինքը մի հատ թուղթ ներկայացրեց բան, որ մարզպետարանն էլ թխեց ընդերից այդ նույն պատասխանը, գնաց մինչև հասավ կառավարություն, մինչև բան Սանոյաններ այն ժամանակ այդ ստորաբաժանման նախարար եւ այդպես մնաց։ Հիմա որպեսի բան չլներ, չի բավարարում ինձ պատասխանները, սկսեցի բողոքարկում եմ մինչև հիմա ոչ մեկն էլ բանի տեղ չի դնեմ։ Դուք պատկերացրեք,
այնքան շինծու Սարքովի բանա, որ սովորաբար ոնց ալնեմ դպրոցը, ծառայությունները, բոլորը բնակավարի ներսմել են, դպրոցները, սպասարկման կետերը, խանութները, ամեն ինչը։ Այս մարդը վերակել, այդ ծրագիրի էությունը տեսեք ոնց է։ Դա լա երկու գյուղի սահմանում, 1.5 կիլոմետր հեռավորության վրա, ամայի դաշտում կից ընդեմ մի հատ էլ բան կա, ինքա կոչվում Greek House կա։ Այսինքն ժողովրդի մեջ տարածված է, որ ոչ թե ժողովրդի մեջ տարածված է, որ մեր աշխատողների հարկերի հաշվին, ուրեմն Greek House-ի համար սպորտ դպրոց է բանանեմ։ Պատկերացնում եք, ու այս բանը ոչ մի անգամ մարզպետարանից եկած մարդիկ, որ գալիս են կամ հարցնում են, չեն հարցնում։ Ասում են, բա գիտես ինչ կա, գյուղի համար նա մեծ գործ անեմ, դպրոց հասարկում, ինչպես կարող ենք մենք բանանենք, նրան ընդառացենք, բայց իրականությունը սենց է, գոնե մեկը չեղավ հարցնի, այլ լավ մարդ, դու ոնց ես դպրոցը տանում, սարքում գյուղից դուրս, ամայի դաշտում, այն էլ որտեղ որ դրանք էլ իրար հետ փոխկապակցած անձեր են, այդ շեֆը եւ սա։ Ուրեմն նրանք մտածում են, որպեսզի մի սենց ենք մտածում, ժողովուրդ սենց մտածում, որ դա արվել է միայն դրա համար, որպեսզի այդ տերիտորիան կամ ինքը կամ իր հետ փոխկապակցած այդ տերիտորիային տեր դառնան։ Նույնիսկ ընդཐུպ այն մոմենտին, որ թեկուզ դպրոցը սարքեն, դպրոցի բանը ոնց որ առաջի հարկը սարքեն, կիսատ սարքեն, հետո աննպատակարության համար թողան տենց, հետո էլ դնեն աճուրդի կամ թե չէ իրանք վաճառեն, ու գյուլակարակցին փող ունի, որ այդ կիսակառույցը առնի կամ բանանի։ Այստեղ հարցը գնում է, ինչու, ինչ հիմունքով դու խի գյուլակարակցուն մանկուրդի տեղ ես դրել, դու փոխանակ քո այդ անդեր քո մտահացում իրականացնես, գոնե այդքան տղամարդ լինես, իրականացնես բնակավայրում 7 հատ գյուղ կա, 70 գյուղում, այդ 7 գյուղում 700 տեղ կա, բերելա տարելա տեղա սարքում։ Ու զարմանալի նա է էլի, որ այս մարզպետարանի մարդիկ իրանք էլ են կույր կամ իրանք էլ են բանել, ոնց որ ասած, նրան ծածկելու համար գրել են, ասում են, գիտես ինչ կա, գյուղապետը գրել է, որովհետև ես բան եմ սարքում, բայց մեկը չկա հարցնի, արա, դու հացակեր ես, թե մարդ ես, թե անասուն ես, ոնց կարելի է սպասարկման բանը դպրոց են էլ տանել գյուղից դուրս, 1.5 կիլոմետր հեռու, երկու գյուղի սահմանում, ու տանես են սահմանակիցը, որտեղ որ Greek House-ն է, հանգստի մեծ տեղն է, այդ ամբողջը հարուստ մարդ է, ամեն ինչ ունի, մենակ երևի հանգստանալ, բան է, այդպես ֆիզկուլտուրայի բանով զբաղվելու տեղ չկա, ուրեմն տարել են, էլի, եւ ժողովուրդը ճիշտ էլ ասում է, ուրեմն մեր հարկերի հաշվին, մեր միջոցների հաշվին, պետական միջոցների միջին սուբվենցիոն ծրագրի անվան տակ տանում ես Greek House-ի համար դու բան ես սարքում։ Ես սարքում ես այդ 7 գյուղում, նյուժելի 7 գյուղում մի դպրոցի համար տեղ չկա, որ դու տարել տեղ ես սարքել։ Այս հարցը պետք է առաջ տարվի։ Սա մենք ամբողջ գյուլակարակը համարյա կեսը չգիտի, թաքնված ձևով արել։ Հիմա ուրեմն իր ընտանիքը գտնվում է Ռուսաստանում, տեղին փախցրել է, տարել է, ինքն էլ տարել է, ասում է, ես ոչ մի հարազատ չունեմ, ես բաժան եմ, ես ինքն տար, այսպես անբարոյական բաներ էլի, որ զարմանում ես, պստլինգ մարդ, պստլինգ խմոր, ստոր մարդ։ Հարցրեք հարգելի մարզպետ, որ դու իրան պաշտպանում ես, դու մի հատ հարց տվեցիր, այլավ մարդ, թե դու որտեղ ես դպրոց սարքում, ինչ հիմունքներով ես սարքում, այդ պետք է հարց տալ։ Ուրեմն այդ էլ ասեմ, այդ հողակտորը լավ կտոր է, որովհետև ես ժամանակին մտածել էի, որովհետև անպայման պետք է ես մի բան սարքեմ, որովհետև որ ես Դա ձերն էր, այսինքն հողակտորը։ Ձեր հողակտորն են վերցրել։ Չէ, իմ հողակտորը չի, այսինքն դե յուրե դի ֆակտո ինձ տրված է եղել, բայց դոկումենտները չի եղել, այս դոկումենտների վերականգնման համար դիմել եմ ինքն էլ վարչական աշխատանքից այնքան թույլ մարդ որ չի պատկերացրել, որ բան կոոպերատիվն ու բանը տարբեր են, ասում արխիվում չկա մեր, քո արխիվը խիպտ լինի։ Խիպտ լինի, որովհետև դա կարող է լինել միայն ներտնտեսային
կոոպերատիվ է, իսկ ես իրավաբանական կոոպերատիվ եմ ունեցել, առանցին յուրիդический բան եմ ունեցել, հա, տեսա որ դա չի լինում, ասի ավելի լավ է, ես վեր ունեմ իմ հողերը որ կա, որը որ նաև հողային օրենսգրքի 71 հոդվածին համապատասխանում չափորոշիչները բռնում է, տարբեր տեղեր են եւ այլն, ասի երկրորդ այդ հողի փոխանակման հարցը մեջտեղ բերեմ։ Փոխանակման հարցն էլ մեջտեղ բերեցի, ինքը հազարով մի բաներով շուստրությամբ մինչև 7 տարի ձգձգեց եւ այլն, հաշվի չառավ իրան նախորդի պիտի բանը հաշվի առներ, որովհետեւ ինքը եթե նախագահ է կամ ինչա գյուղապետ է, իր նախորդի բոլոր բաներին ինքը որպես իրավահաջորդ պարտավոր է պաշտպանել։ Իրավունք չունի էլի, իր նախորդի բաները պետք է այնտեղ 71-րդ թե 72-րդ հոդված էլ կա, որ գրած է, եթե քաղաք բանը պաշտոնական անձը չի կատարում իր պարտականությունը, այսինքն նա խախտել է նախ եւ առաջ իմ իրավունքները սահմանադրական, խախտել է նախկինում ընդունված որոշումները, եթե այդ ամբողջը բանը պաշտոնական անձը, այդ էլ 17-րդ հոդվածի քաղաքացիական օրենսգրքի իրան պաշտոնատակ է, փոխանակ մարզպետը նրան պաշտոնացանի, նրան պաշտպանում է, այսպես բաներ։ Հիմա եկել է ոնց որ էդ էլ ասեմ արդեն այդ ինչ են կոռուպցիոն կոմիտեների կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողով կա բան կա քննում են հիմա գործը գտնվում է բանի մեջ քննչական կոմիտեում իրան կամ հանելու են կամ դատելու են ես որ այդ ամբողջ եղավ արդեն ես սրտաբնդվեցի որ իմ ասածները երևի հաշվի կառնեն հա ինչ եմ խնդրում որ գյուլաքարակցին մանկուրտ չի մի մարդ ամբողջ գյուղի անոնից գյուղին խաբար չանելու կամ բանանելու կեղծ թղթերով սարքելա այդ կեղծ թղթերն էլ գիտեք ոնց է սարքել հիմա ամբողջ մարզպետարանը աշխատողներ կան, անդե իրան պաշտպանում են, ինչի համար են պաշտպանում, որովհետև առաջին անգամ, որ այս փաստաթղթերը սարքվել է նախահաշվային բան, հիմա աշխատում է մարզպետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի վարիչն է, իսկ այն բանը, որ փաստաթղթերը սարքել են այդ ՍՊ-ի բանը, հենց այդ մարդն եղել, ուրեմն երբ որ գալիս են, գնում ասենք մարզպետին չի ասնում, մարզպետին տանում է կատարողը, այն կատարողն էլ հողերի բանն է, բաժնի վարիչն է, պատկերացնում եք, թե ինչ կռուգ է կատարվում, մի բանը թաքցնելու համար, հիմա երևի նրանք էլ արդեն զգացած կլինեն, որ նրա Վարդանյանի գործերը թարս է, իրանք էլ արդեն մի կողմից ցոփ կտան որ բանել են, ես էլ ուզում եմ որ իմ կողմից այդ մարդը պատժվի, ես ոնց է, մարդ այդքան հիմար չի լինի, մարդ այդքան դեպի իրան չի լինի, ինչ ասեմ,